Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է ԱՄՆ ռազմածովային եւ ցամաքային թիրախների դեմ իրականացված նախադեպը չունեցող եւ լայնածավալ ռազմական գործողությունների մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն իրանական հարվածների հիմնական կիզակետում է հայտնվել ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակիրը, որը խոցվել է 4 թևավոր հրթիռներով, ինչից հետո ռազմանավը հարկադրված լքել է իր դիրքերը եւ շարժվել դեպի Հնդկական օվկիանոսի հարավ-արևելք։ Ըստ իրանցի զինվորականի, Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի Ալ-Սալեմ ռազմածովային բազան ամբողջությամբ դուրս է բերվել շարքից, իսկ Մուհամմադ Ալ-Ահմադ բազայի 3 կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներ ոչնչացվել են։ Իրանական կողմը հայտնել է, որ Բահրեյնում եւ տարածաշրջանի այլ բազաներում բալիստիկ հրթիռներով հարվածների հետևանքով սպանվել է շուրջ 560 ամերիկացի զինծառայող։ Ամերիկյան կողմը ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել է այս տեղեկությունը։ Զուգահեռաբար Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում հրթիռային հարվածների են ենթարկվել ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային պատկանող 3 նավթակիր տանկերներ։ Հորմուզի նեղուցի փակման պատճառով նավթի համաշխարհային գները մեկ օրում աճել են մինչև 13%։ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի կործանիչները մի քանի փուլով հաջողությամբ ռմբակոծել են ԱՄՆ հենակետերը Պարսից ծոցի երկրներում եւ Իրաքյան Քուրդիստանի տարածքում։ Իրանի ռազմական ղեկավարությունը շեշտել է, որ այս գործողությունները պատասխան են թշնամական ուժերի գործողություններին եւ ուղղված են տարածաշրջանից օտարերկրյա ռազմական ներկայության վերացմանը։